ամեն Գիտեք, թե մեկը գրել է Սամվել Կարապետյանն իբր չգիտեք ով է խորհուրդ տալի, գիտեք, դա էլ է խելքի նշան, որ մարդ ընտրում է նրան, թե ով պետք է իրան խորհուրդ տա։ Եթե ինքն է ընտրել այդ մարտը, դա էլ է իր։ Չէ, գրել է սա խորհուրդ տալի, չգիտեմ ինչա։ Հիմա ավելի կարևոր խնդիր կա Հայաստանում, Ադրբեջանում։ Շատ ավելի վտանգավոր խնդիր կա։ Դե վտանգավոր ո՞րն է Հայաստանի։ Պետք է կանգնացնենք այս տերորը։ Այս տերորի կանգնացման համար պետք է մենք իսկապես լուրջ մեծ ուժը պիտի զբաղվի դրանով նայ։ Անժելա ջան, արի այդ մեծ եւ փոքր ուժերը դրանք արդեն սաղ պայմանական խոսակցություն է դառնում։ Մեծ ուժը բանով չի էլի, ասենց մուսկուլներով չի։ Ես հավաքած ձայներով նկատի ունեմ։ Հավաքած ձայներով նկատի ունեմ։ Հավաքած ձայներով, բայց նաեւ պետք է մենք տեսնենք դա ոնց է դա կապիտալիզացվում, դա շատ կարեւոր է այդ ամեն ինչը։ Նախ եւ առաջ կարեւոր է որ իրանք գնան պարլամենտ վերցնեն այդ անպայման վերցնել մանդատները անպայման դա չի քննարկվում եւ ակաշները չկախեք ինչ որ ապուշների լսեք չվերցնեք անպայման ամենամեծ հիմարությունը կլինի եթե մանդատները չվերցնեք այդ բանի դրանից բացի պետքա նու մեծ հաշվով արդեն չեմ կարծում իրանցից շատ բան է կախված, հետո արդեն հասարակությունը պետք է մտածի թե ոնց անի որ այս իրավիճակից դուրս գալու ճանապարհներ գտնի, դա ես կարծում տեսնում եմ։ Մի բան առաջարկեմ, գիտեմ փողոցային խաղաղ ոչ բռնի գործընթաց պետք է սկսել, որպեսզի ժողովրդին կարողանաս դու, որտեղ ժողովուրդը այսօր շատ հայտարարակ ծանր վիճակի մեջ է, ինքը վրդովված վիճակի մեջ է, ինքը պահանջում է գործողություն բայց այդ գործողության տրամաբանությունը դա չգիտի թե ոնց է իրան պետք է ղեկավարեն այդ մարդիկ որ պետք է ղեկավարեն իրանք էլ չգիտեն թե ինչ պետք է անեն դա հասկանալի է Հայաստանում կարծում եմ որ նոր քաղաքական վերնախավի կամ մարդկանց Իմիջիայլոց այս տնտեսական աղետի տակից ոնց է Նիկոլը դուրս գալու։ Դե հիմա ինչ վրա է Հայաստանում պետք է իսկապես խաղաղ Հայաստանում պետք է իսկապես մի հատ խաղաղ process որը փորձի նորից կոնսոլիդացնի հասարակությունը որտեղ այն բաժանումը որ իշխանությունը տարել է բանը պարակտել է այդ պարակտումը պետք է մենք կամած փորձենք կամած բանանենք մենք պետք է չարանանք Այսինքն դուք չեք հանձնվում պարոն Բոզյան հանձնվելու տարբերակ նշանակում է Հայաստանը հանձնել դա պարզ է եթե հանձնվելն նշանակում է Հայաստանը հանձնել մենք ստեղ ապրել ենք այս երկրում որպեսզի մենք համվերջում հանձնենք դե չգիտեմ այլը եթե մարդը Արցախը հանվան անում հանձնում է հակառուսականությունը sense տանում է պատերազմ 3-4 պատերազմ է բերում եւ անգամ 500,000 բանը 500,000 ձայն է ստանում այս հասարակությունը ինչ հասարակություն է այս հայ ժողովուրդը ինչ շատ բարձ իսկ մի հատ հարթամ քեզ տեկներ ես մի հատ բան ասեմ նախ եւ առաջ 500,000-ից լավ 400,000 չէ 500,000-ից մոտավորապես 300,000-ն է իր մոտ օրգանիկ լավ 300,000 ձայն օրգանիկ հետո դու հաշվի առ որ իսկ Հիտլերյան Գերմանիայում քանի մարդ էին գնում Հիտլերին ընտրում կարաք ինձ ասեք Հիտլերյան Գերմանիայում ինչքան մարդ էր ընտրում կամ Ստալինյան ռեժիմի ժամանակ մարդիկ ոնց էին իրար վերա գործ տալիս եւ գնում հետո բանտ էին գնում բայց Ստալինյան ռեժիմը նախ մեծ հզոր ռեսուրսների տեր երկիր էր եւ հետո բանը սպասեք ճորտատիրությունից Ստալինը հարցեց տիեզեր թրծրեց մարդը երկիրը նես Հիտլերյան Գերմանիայում զարգացավ հիմա հարցը դրա մեջ չի գիտեք ցանկացած ֆաշիստական ռեժիմի այդ մարդիկ այս մարդը համ տարածք է տալիս համ պատերազմ է բերում համ Հայաստանը կտրատում համ սոցիալական աղետ է բերում դրան է գումարած տերոր է անում այսօրվա ֆաշիստական ռեժիմի բանը հիմքը շատ թույլ է բխյուն է որտեղ ինքը ազգայնական կոդի վրա չի ինքը հակառակը ապազգայնական կոդի վրա է այսինքն այսօրվա ֆաշիստական ռեժիմի գլխավոր պատվիրատուն արևմուտքն է այսօրվա արևմուտքն է ցավոք սրտի իսկ այս ռեժիմից անուղակի սպասարկում եւ աջակցում են Թուրքիան եւ Ադրբեջանը այսինքն օբյեկտիվորեն ինքը չի կարա երկար մնա իրանք դա հասկանում են դա մը ներվանացել են իրանք հիմա Միջազգային այս բաները ինչի համար են անում կամ իր այդ նյարդային վիճակը որտեղ իրանք վախի մեջ են ապրում իրանք վախենում են որ հանգարց ժողովուրդը զայրույթ առաջանա ուզում են զայրույթը այն բնի մեջ ջարդեն այսինքն իրանք չեն վախենում որ մտածում են ժողովրդի զայրույթը որտեղ իրանք գիտեն թե ինչ են արել իրանք գիտեն թե ժողովրդի իրականում ժողովրդի տրամադրությունը ամենալավ իրանք գիտեն իրանք շատ լավ գիտեն ժողովրդի տրամադրությունը շատ լավ հասկանում են իրանք շատ լավ հասկանում են բայց կամ արտաքին պարտքա բերում խափում է մի հատ կապ չունի իրանք հասկանում են իրանք ընտրած զանգվածը մոտ 2 անգամ քիչ է կան իրանք հակառակորդները մոտ 600,000 մարդ կա իրանք մոտ 300,000 մարդ կա իրանք աջակցում է այն վարչական ռեսուրսով մարդը ինքը ով էշ ես փալան սկզբունքով ապրում
Իսկ այն ընտրակաշարքը վերցնողը ինքը ասում է ես Էրդողանից էլ կաշառք կվերցնեմ կգնամ իրանք կքվեարկեմ ինձ կարևոր չի թողովա ես մենակ թողով եմ քվեարկում այսինքն երկու կատեգորիա կա այսօր ընտրողների մեկը վարչական ռեսուրսի մարդն է մեկը ընտրակաշառքով ասում ես Էրդողանից էլ փող կվերցնեմ Ալիևից էլ փող կվերցնեմ կքվեարկեմ իսկ վարչական ռեսուրսը ասում է ով էշ ես փալան կլինի այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանություն ես իր համար կքվեարկեմ վա Անժելա Թովմասյանը կլինի իր համար կքվեարկեմ այս մոդելն է այսինքն այս մարդկանց անվանել լիարժեք քաղաքացիներ պայմանական չի կարելի իրական քաղաքացիները որ մտածում են մտածող 300,000 մարդ Գեբելսյան Քարոշյան մեքենայի արդյունքում դառան իր կողմնակիցները եւ 600,000 մարդ իր դեմա դուրս գալ ինքը լավ գիտի դրա մասին ինքը շատ լավ գիտի որ կաշառքով է այդ ամեն ինչը ինքը շատ լավ գիտի ինքը իր հույսը ոնց է կաշառքով է որ ինքան ասի ինտրակաշառք հիմա դուք ասես բայ ինչա հիմնական աղմուկը ընդդիմադու որտեվ այսօրվա հակակոռուպցիոն կոմիտեն եւ քնչական կոմիտեն բացառապես մենակ ընդդիմադիրների վրա է բացում դուք տեսել եք մի հատ դեպք որ իշխանական 10 հոգի վրա մի հատ գործ բացվի իհարկե ոչ ուրեմն օրինակ եմ պատմում ասում է այդ ինչ-որ մեկին ասում են որ ձեզ առաջարկել են որ ընտրություններից հետո կարող ենք այսինչ բանն անել ասենք գյուղացիներից ինչ որ մեկին առաջարկել են կարող ենք ձեզ չգիտեմ 30 հավտալ կամ չգիտեմ ինչ անել չասելա ուզում եմ ասել չէ չեն կարող ընտրություններից հետո կարող ենք եւ այլն կանչել են հակակոռուպցիոն բան ես ուղղակի չեմ կարող անուններ վանդալ դա կանչել են հակակոռուպցիոն ասել հա ձեզ sense խոստումներ sense բաներ ասել այո արել են ով ասելա բանը չէ ոչ թե են խոստացել նեկի արել են ասա կապան Եվ ինչ եւ կոնկրետ ասենք ասել են ասում իրանք այլ խառնվել են իրար ասել են գնա բարձր չխոսես դրա մասին։ Կոմիտեն հակակողմ կոնսան մի դեպք անգամ չի բացում ԿՊ-ի վրա։ Իրանց մոտ հրահանգով են աշխատում։ Դրանք ոչ մի կապ չունեն անկախ մարմինի։ Ուրեմն քանի Հայաստան դաշինքի ներկայացուցիչներ։ Միայն Չգիտեմ սառած եք, քնած եք, մեռած եք ինչ եք, ուժեղ Հայաստանի հատկապես անդամներ են, որ sense ոգևորված Քանի դեռ sense բան վիճակի մեջ եք, նույնը նաև տարածվում է Բարգավաճ Հայաստանի սկզբում ինչ որ ակտիվ սկսեցին խոսել, հիմա լռություն է, այս իշխանությունների խարդախությունների, կոռուպցիայի, կաշառքի այս ամեն ինչի մասին պետք է անվերջ բարձրաձայնել հակառակ դեպքում ինքը շատ լավ այդ ամեն ինչը կարողանում է ձեր վրա կարել եւ մի բան էլ շատ ճիշտ ասես Բարգավաճ Հայաստանի կարելու բան էլ չկա Բարգավաճ Հայաստանի 90% չէ Բարգավաճ Հայաստանի վրա 90% օրգանիկ ձայներ են 90% դե դա տարածել է հիմնականում ինքը ուժերի վրա է գնացել ինքը բոլորի վրա տարածում է որ հասկանալի է որ Բարգավաճի կամ Հայաստան դաշինքը հասկանալի չի պիտի Բարգավաճն էլ բարձրաձայնի սրա մասին Հայաստանն էլ Հայաստան դաշինքն էլ հատկապես ուժեղ Հայաստանը որ հիմա սրանից հետո բոլոր կամ ընդունում է որ ասում է մարտավանը ինչ են ասում որ գցում են ասում են ընդունեցի կամ դա ընդունում է Սամվել Կարապետյանը մտնում է այս կռվի մեջ ոչ թե մենակ այս բանով հիմա բա այդպես է 5 օրում չեն դառնում քաղաքական գործիչ եւ բան եւ ով ասեց որ իմ հյուրերից մեկն է միշտ ասում օկուպացված երկրում գիտեք ինչ է մեր քաղաքացիները ես մի բան ասեմ ձեզ էլի Անժելա ջան կներես մի բան ասեմ էլի այս ընտրությունը դա ազգային ընտրություններ ոչ թե քաղաքական Իմ կարծիքով դա իմ անձնական տեսակետն է, էլի, մեծ մասը մեր քաղաքական գործիչների տենց էլ չհասկացավ դա։ Ցավոք սրտի իրանք անցկացրեցին անձնական ընտրություններ, քաղաքական ընտրություններ, ոչ թե ազգային ընտրություն։ Որտեղ ազգային ընտրության գիտակցություն լիներ, 18 կառույց չէր մասնակցել ընտրությանը։ 18 կառույց համասնակ դուք հասկանում եք։ Մեր ժողովուրդը։ Չէ, դե մեր ժողովուրդը կապ չունի, կներես, մեր ժողովուրդը դա կապ չունի։ Լավ, ուղղեմ խոսքս, մեր կոալիտան այդպես է։ Մի հատ ուրիշ հարց եմ տալիս, կներես, 90 թվականին անցավ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում, չէ։ Հիմնականում հայոց համազգային շարժումն ու կոմունիստական կուսակցություններ, չէ։ Ինչի ժողովուրդը նորմալ ժողովուրդ էր, որովհետև էլիտան էր նորմալ։ Այնտեղ երկու ուժեր հայոց համազգային շարժում եւ կոմունիստական կուսակցություն երկու ուժեր հիմնականում պայքար գնում։ Չէ, իներցիա չէ, սա ուրեմն ժողովրդին կներես էլ անժանական ժողովրդին մեղադրել չի կարելի։ Ժողովուրդը միշտ ուղղորդվում է։ Ես էլիտային եմ ասում, այս էլիտան է, մեկը բերի մի կրճոն տվել է, ասում եմ 3 միլիոն բնակչություն բոլորին, չէ, հիմա ասում եք ամեն ինչ իրերով կոչենք։ Մի հատ էս ակտիվ բան է, բոլորին դեմ է, մի հատ ինչ որ ուժ է հայտնվել։ Բոլորին եթե դու դեմ ես, մարդը գնում է դա քվեարկում է։ Դա նշանակում է Նիկոլը պետք է մնա իր ռեսուրսով։ Այսինքն դու նիկոլական ինչի՞ ես մտել կռվի մեջ։ Սխալ եմ ասում։ Նիկոլական չէ, այսինքն դու մտել ես կամ ինչ որ Հայկ Մարության։ Դու գիտես որ դու դա չես հաղթահարելու։
ասելու Հայկ Մարության սև ու սպիտակ բաժանող սրիկա դու ամենամեծ սրիկաներից մեկն ես որտեվ սա մեծագույն պարոն Բոզյանն էլ ասում որ մեր ժողովուրդը պարակված է ճիշտ է այս տականքն առաջին սև ու սպիտակը բերես սրիկա դու գիտես այդքան ձայն չունես ինչի տարար փոշիացրեցիր այդ ձայները դες մասնակցից կամ այն մյուսին բացատրում են 1000 հարցում են անցկացնում չէ պետք է իրեր իրաց առնող որտեղ իրաց հիմա պետք է մյուս ընտրություններին նորից գան չէ պետք է նաև բացահայտվի այս մարդկանց դեպքը որ դուք ասում եք ժողովուրդը ճանաչի տեսեք ես հետո չասի մի հատ Գուրգեն ինչ կար դրան ինչ էր Սիմոնյան ինչ որ Գուրգենը մի հատ ծալել է եսին որտեղից հակառուսական ինչ որ sense բաներ անում մեծ փրթուա գիտեք ինչքան ձայներ գողացավ լավ էլի չէ ձայներ ինչքան ձայներ բայց տեսեք իրանք եթե դու այս մարդկանց դեմքը չբացայես կամ այն մի սրիկան որ սրբազան պայքարում էր հետո գնաց 90 թվականն էլ կային կողքից մանրապճեղ գործիչներ բայց դրանք դեր չէին կատարում հասկանում ես ի՞նչն է խնդիրը դրանք դեր չէին կատարում որովհետև դեռ ժամանակ է ող նախապատրաստը այսինքն տեսեք ընդհանրապես ես մի հատ քաղաքագիտական դաժան բան եմ ասում ընտրությունների ժամանակ տեսեք իշխանություններ միասնական տեխնոց Նիկոլ Փաշինյան չէ ընդդիմությունը ուներ առնվազն 4 տեխնացու իսկ էդի օբյեկտիվորեն շահավետ է իշխանությանը տեսեք օրինակ 96 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանում Ելցինի համար որպես ինքը կարողանար բանաներ Լեբեդին բերեցին երրորդ ուժ բերեցին որպեսզի կարողանան կոմունիստերին հաղթեն չէ այսինքն այդ երրորդ ուժի խնդիրը օբյեկտիվորեն շահավետ է իշխանությանը այսինքն իշխանության ջրաղացին ջուր լցնելը դա ճիշտ չի ինչքան միասնական լինի ընդդիմությունը այնքան ավելի շահավետ է շատ པարզ է նույնիսկ եմ ասում 3 միլիոնանոց Հայաստանում 18 կառույց է գործում իսկ 320 միլիոնանոց Միացյալ Նահանգներում ընդամենը 2 տեխնացու 2 քաղաքական օրինակ այն բանից ուժը որ միացավ ուժեղ Հայաստանին օգնում էր պատկերացնես հիմա ոնց էր Մարիամ այդ ուժը պատկերացնես Հովհաննես Իշխանյանը պատկերացնես հայ հա օրինակ Հայակվեն ինչքան բարոյական պահեց իրանց գնաց ուժեղ Հայաստանի հետ ես իսկապես հիացած եմ Հայակվեյով գնաց բանակցեցին այնտեղ չասեցին չէ գիտեք պետք է բանը ցուցակում ենք չէ մեզ ցուցակ պետք չի մենք գալիս ենք աջակցում ենք պաշտպանում ենք Ազերբայջան տեսեք այս ուժը ցույց տվեց որ այս ուժը դու ճիշտ ես ասում ազգային կռվի պայքարի մեջ են այո որ ասենք նույն Ավետիք Չալաբյանը Հայակվեն ցույց տվեցին իրանք պարկեշտ իսկապես այո Հովհաննես Իշխանյանը հիանում եմ ես հիշենք դա հիշենք մեր հիշողության մեջ դնենք որ ոչ թե գնացեք չէ պետք է մենք այս տեղը ունենանք մենք պետք է այդ էսիսի չեք խոսում ես դրա համար եմ ասում Անժելա պատկերացնեք որ այս մեր քաղաքական դաշտը ղեկավարեր Միացյալ Նահանգներում կլներ 170 հատ քաղաքական ուժ ամենակիչը որտեղ 320 միլիոն մարդ ապրում ունդեղ ապրում լատինոսներ սպիտակներ սևամորտներ պատկերացնես ինչ ասեցի 120 ես դրա համար եմ ասում ստեղ ժողովրդին մեղադրել չի կարելի ստեղ պետք է քաղաքական վերնախավը կրթվի բայց եթե չի կրթվում գոնե խորհուրդներ ընկան այդ խորհուրդ ինքը ոչ կրթվում ոչ խորհուրդներ անում ես հենց հիմա քաղաքական զբաղվելը շատ խելք պետք չի ես պարոն Բոզյանի տարբերություն մյուսների առանձնացնում եմ ասում եմ դեմ եմ բոլորին դուք Նիկոլի համար եք աշխատել իր ջրաղացին ջուրեք պարզ սիրելի ընտրողներ ով գնացել է բոլորին դեմ է ձայնատվել ով գնացել է Մարուկյանին ձայնատվել կեղտոտ խաղի մեջ ա եղել Հայկ Մարությանը ինքը օգնեց Նիկոլ Փաշինյանին եւ դա գիտակցաբար արել այդ մարդը մտել է եւ այդ ձայները փոշիացրե տարել է Մյուս ուժի մասին եմ խոսում Հայակվե, կեցեն, այս մարդիկ ոչ մի տեղի կռիվ չեն արել, գնացել են ընտրատեղամասեր պայքարել են, միջևեր կանգնել են ուժեղ Հայաստանի, բավարի անուններով իրեր իրաց անուններով կոչել։ Այսենց քարոզը, որ դու հիմա անում ես, դա պետք է համընդհանուր լինի։ Այսինքն բոլորը պետք է այն հիշում եք Գուրգեն ի՞նչ է դրա անունը։ Խորհրդամության ժամանակ ասես մի հատ բան կար, что такое хорошо, что такое плохо։ Գուրգեն Սիմոնյան Այս մարդը Նիկոլի ջրաղացին ջուր լցեց Նիկոլական եկել էր պայքարը որ այդ ձայները փոշիացներ հիմա ես էլ ընկերուհուն եմ բացատրում եմ իրան չի իս նոր դեմ կա վեր դեբիլի մեկն է երեք կրթություն ասած է բարձր դեբիլ է երեք բարձրագույն կրթություն ունեցող իմ ընկերուհին դեբիլ է կարա 10 բայց մնա այն մեկն էլ բանասիրական կրթությամբ շահամոլ մի դեբիլ են նայա չէ իրանց ինչ որ նոր չէ այդ դեբիլը գնաց կպեին բան ասեմ էլի այդ դավաճանը էսմիսը դեբիլ էր էս էլ գնաց բանի ասեմ մի հատ ինչ որ Գուրգենի նայեք sense մի հատ զանգված կա որ ասում են այսենց չգիտեմ դեր ասած Գուրգեն Սիմոն կամ տես մի բան Խախկենի տուպոյ ուրեմն Յոսիֆ Բրոդսկին այդ մարդկանց փայլուն բնութագրել էր Ուրեմն Յոսիֆ Բրոդսկին ասում էր որ Ռուսաստանի համար էր ասում հա որ ասում է Ռուսաստանում կան մարդիկ ովքեր որ սենց քծնում են արևմտյան արժեքներին ուզում են եվրոպացի ընկալվեն բան բայց իրանք տեսակով Ձիրիվենշինա են գեղցի են էլի հա բայց իրանք Ձիրիվենշինան որպեսի կոծկեն իրանք նենց ուզում են սենց իրանք ամբողջ ֆորմայով դառնալ իրանք անվանում էր ասում է դուք ազիոպացի եք
Այսինքն դուք ոչ եվրոպացի եք, ոչ էլ ասիացի եք, որտեղ Ասիայում էլ կան արժեքներ, Եվրոպայում էլ կան։ Դուք Ասիայից դուրս եկեք, Եվրոպա չեք կարացել մտնել։ Արանքում եք մնացել։ Այնքան հին են, այնքան հետ են, ու Հայաստանում եկան հետամնաց, այո։ Քաղաքենի գեղցիներ են, որոնց it is a table եմ ասա դրանց անունը տալիս էլի, որ sense մի հատ sense օրգազմ են ապրում, որ մի հատ ինչ-որ եվրոպացի կամ ամերիկացի են տեսնում, ուզում են շողոքորթեն, sense մի հատ դուր գան, բանանեն, բան, որ ցույց տան, որ ասենք իրանք էլ են նենց բանում, այսինքն այդ զանգված մի հատ զանգված կա այդ քաղաքենի կեղտոտ գեղցիական զանգված, որ ոչ գյուղացի է, ոչ քաղաքացի է, ոչ քաղաքային արժեքներ ունի, ոչ քաղաքացիական արժեքներ ունի, ոչ մի արժեքներ չունի, բայց իրան sense կարաս գնա նստի sense բանում նստի կոֆե խմի բան, անենց it is a table տարբերակներով խոսա ցույց տա որ ինքն այնց բանը ռազմիտը Իմիջիալոց այստեղ լավ հիշեցեցին այդ կտերը ուտողից մեկը, ես չգիտեմ դա հիմարությունից չգիտակցելով արել, թե շահից ելնելով, թե հատուկ հրահանգով Թաթոյանն էր անում, որ ինքը նախկինների դեմ սենց անում էր, ինքը կեղտոտ բան արեց եւ ամբողջ այդ քարոզի ընթացքում ինքը կեղտոտ գործ արեց եւ վերջում էլ այդ կեղտոտ ձեւով այնպես տասեց այդ ամբողջ ձայները փոշիացրեց։ Այդ դուք էլ մի հատ քաղաքենի շերկը չէ, նոր կերպար, թե որտեղից էր այդ նոր կերպար 50 տարի չէ, 50 տարեկաններին չեն ասում, նոր կերպարներ են հայտնվել։ Նույն կեղտոտությունը արեց այո Թաթոյանը անվանական պիտի հատ ասելով ինչ արել որտեվ այս մարդիկ ես չեմ պատկերացնում որ պատրաստում են հետ քաշվել սրանք իրենց կրճոնները պիտի պոկեն չէ տես գործիչներ կան միշտ հրապարակվում միշտ իրենց կրճոնները շատ լավ